Հարգելի ներկաներ, մեզ դիտող սիրելի հայրենակիցներ, այս ամբիոնից բնականաբար ես չեմ պատրաստվում դիմել ռեժիմին, որովհետև իրենցից բնականաբար որևէ բան սպասելի չէ, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների կամ սահմանադրության պաշտպանության համատեքստում, եւ սպասել իրենցից վերօրյալ արժեքների պաշտպանության մասով մի բան, դա նման է նրան, որ Իլհամ Ալիևից սպասեց հայատյացության եւ Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականության դադարեցմանը։ Ես դիմում եմ մեզ դիտող սիրելի հայրենակիցներին։ 2018 թվականի իշխանազավթման համատեքստում հրապարակում գտնվող մեր մոլորյար քաղաքացիներին ներկաները խոստանում էին արդարադատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն եւ բազմաթիվ այլ չիրականացված խոստումներ։ Սիրելի հայրենակիցներ, մեզ դիտող, հարց եմ տալիս ձեզ. արդյոք այս 7 տարիների ընթացքում վարչախումբը կամ ռեժիմը ապահովել է մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատության իրականացումը, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը երկրում։ Իհարկե ոչ։ Մերկապարանոց հայտարարություններ չանելու համատեքստում հարյուրավոր օրինակներից զատ, ընդամենը մեջ բերեմ ամնաթարմը, ամնավերջինը, ընդամենը օրեր առաջ ռեժիմի կողմից ազատ մամուլի դեմ իրականացվող քաղաքական բռնաճնշումների համատեքստում ձերբակալվեցին իմնեմնի մի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը, խուզարկություն իրականացվեց Անտիֆեյկիայմի գրասենյակում, արգրավեց ողջ տեխնիկան եւ փորձ արվեց պարալիզացնել ընդդիմադիր մեդիայի գործունեությունը։ Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը դասական քաղաքական բանտարկյալներ են։ Նրանք քաղաքական բանտարկյալներ են այն բանի համար, որ կանոնավորվել են շինծու քրեական հոդվածով, այդ տխրահարճակ խուլիգանության հոդվածով, եւ նրանք քաղաքական բանտարկյալներ են այն բանի համար, որ չեն հանդուրժում եւ չեն հանդուրժելու այն աղետալի քաղաքականությունը, որը որ վարվում է ռեժիմի կողմից։ Նրանք քաղաքական բանտարկյալներ են, որովհետեւ չեն հանդուրժում եւ չեն հանդուրժելու գործող ռեժիմի կողմից ազգային արժեքների ուրացումը, ժողովրդավարական արժեքների ոտնահարումը, մարդու իրավունքների ոտնահարումը եւ իրենք ամուր կանգնած են իրենց սկզբունքներում։ Սիրելի հայրենակիցներ, տեղ ունեցողի համատեքստում եւս մեկ կարևոր բան պետք է ֆիքսել։ Սա Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի երկրորդ կալանավորումն է նույն հոդվածով։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Ակներև է, որ նրանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումներից զատ փորձ է արվում գալիք տարվա համատեքստում տեղի ունենալիք կարևոր քաղաքական իրադարձություններից առաջ լրացնել ընդդիմադիր մեդիաներին։ Այսօր վարչախմբի կողմից կոշտ ավտորիտար համակարգ կառուցելու կամ կոշտ ավտորիտար քաղաքականություն իրականացնելու համատեքստում մենք ֆիքսում ենք, որ կան բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան, ազգային բարեր Սամվել Կարապետյան եւ ինչն է հատկանշական, որ ռեժիմը թիրախավորում է ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսներին, ընդդիմադիր մեդիայի գործիչներին, այլ ըստ էության բարձրաստիճան հոգեվորական դասին։ Սիրելի հայրենակից, որ այժմ դիտում ես մեզ, քո աչքի առաջ ներկա վարչախումբը հանձնեց Արցախը, քո աչքի առաջ հանձնեցին Սև լճից տարածքներ, քո աչքի առաջ թշնամին հասավ Ջերմուկի անտառներ, քո աչքի առաջ կալանավորվում են տասնյակ քաղաքական բանտարկյալներ, ընդդիմադիր մեդիա գործիչներ, ազգային բարերարներ, բարձրագույն հոգեվորական դասի ներկայացուցիչներ։ Եվ ես հարց եմ տալիս քեզ, արդյոք սա էր քո պատկերացրած ապագան քո եւ քո երեխաների համար։ Վստահաբար ոչ։ Եվ այս համատեքստում ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին չլռել,
բարձրաձայնել իր բողոքի ձայնը ընդդեմ ռեժիմի կամայականությունների, չվախենալ բռնաճնշումներից, որովհետև գիտեք, ներկա ռեժիմը ավելի ուժեղ տղա չէ, քան Պինոչետը, Իդի Ամինը, Պոլ Պոտը, Սլոբոդան Միլոշևիչը, եւ վստահաբար հեռու չէ այն օրը, երբ հայ ժողովուրդը միասնական, քաղաքական, օրինական մեթոդներով, համազգային պայքարի միջոցով հեռացնելու է ներկա վարչախումբը եւ այս փուլը պատմության մեր համար մնալու է որպես դառը մղձավանջային հիշողություն։ Սիրելի հայրենակիցներ, ելույթս ավարտելու զուգընթաց ցանկանում եմ մեջբերել գերմանացի փիլիսոփա, հայտնի հոգևորական եւ հիտլերական ռեժիմի դիսիդենտ Մարտին Նիմլյորերի խոսքը։ Սկզբից նրանք եկան սոցիալիստների հետևից եւ ես լռեցի, որովհետեւ ես սոցիալիստ չեմ։ Այնուհետև նրանք եկան արմիության աշխատողների հետևից եւ ես նույնպես լռեցի, որովհետեւ ես արմիության անդամ չեմ։ Այնուհետև նրանք եկան հրյաների հետևից։ Ես կրկին լռեցի, որովհետեւ ես հրյա չեմ։ Այնուհետև նրանք եկան իմ հետևից եւ որևէ մեկ այլևս չկար, որ բողոքեր։ Ազատություն Վազգենին, Նարեկին եւ ռեժիմի բոլոր քաղաքական բանտարկյալներին։